Եկել եմ ձեզ ասեմ, որ օպոխություն չի լինելու, կալուգածին վարչապետ չի դառնալու, լավ օր ձեզ։ Սիրելի ժողովուրդ, շնորհավորում եմ Հայաստանում ժողովրդավարության պաշտպանության կապակցությամբ։ Առաջին անգամ Հայաստանի ժողովուրդը ընտրություն կատարեց խաղաղության պայմաններում և տեր կանգնեց խաղաղությանը, տեր կանգնեց ժողովրդավարությանը, տեր կանգնեց պետությանը։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է, ժողովրդի իշխանությունը պաշտպանված է։ Շնորհավորում եմ։ Կեցցե Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Որտ արդեն ողջունում եմ ձեզ ազգային ժողովից ու ուզում եմ անչափ մեծ շնորհակալություն հայտնել այն քաղաքացիական դիրքորոշման համար, որ դուք երեք ցույց տվեցիք, որ ձեր սիրտը գնել չի կարելի։ Բայց ուզում եմ նաև մենք միասին արձանագրենք, թե մենք միասին երեք ինչ ենք արել։ Մենք երեք միլիարդատեր օլիգարխներին ցույց ենք տվել իրանց տեղը։ Անսահմանափակ փողով ընտրապայքարի մեջ մտած, առանց ամաչելու քաղաքացիների ճակատին գնապիտակ փակցրած, ասենք ձենը 100,000-ով, այտենց գին երբեք Հայաստանում չի եղել որպես այդպեսին։ Նույնիսկ իրանց հայրերը քաղաքական, այն մնացածը, երբ որ մարդկանց փող էին բաժանում 5-10,000 անսահմանափակ փող բաժանելու պայմաններում դուք մեկա չեք անցացել։ Դուք մեկա կանգնել եք ժողովրդավարության ու պետականության ակունքներում, ժողովուրդ ջան։ Մենք միասին ջախջախել ենք անսահմանափակ փողի մեշոքներին, միասին ջախջախել ենք անսահմանափակ փողի մեշոքներին։ Ու այդ փոքրիկ խմբակները, որ կան ազգային ժողով, իրանք այդ ջախջախումը շարունակելու են զգալ իրանց վրա։ Ինչքան ուզեցել են փող բաժանել, փորձել են փող բաժանել, դուք չեք ծախվել, դուք ձեր հոգին ու ձեր սիրտը չեք ծախել։ Պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է, ինքնիշխանությունը պաշտպանված է, խաղաղությունը պաշտպանված է։ Շնորհավորում եմ բոլորիս։ Եռագլուխ կուսակցությունը 2018-ից սկսած ուներ 8 տարի մտորելու, հասկանալու համար, թե ինչու ժողովուրդը նրանց իշխանությունից հեռացրեց։ Նրանք ունեին 8 տարի ապաշխարելու, ուղղվելու, փոխվելու համար։ Նրանք այդ շանսը չօգտագործեցին։ Եվ մենք եկել ենք ձեզ ասելու, որ նրանք այլևս շանս չեն ունենալու, նրանց որևէ շանս, հնարավորություն չի տրվելու։ Քրեաօլիգարխիկ համակարգը պետք է մինչև խորքը արմատախիլ արվի եւ կարվի։ Սիրելի բարեկամներ, շնորհավորում եմ բոլորիս։ Պատերազմի բազմագլուխ կուսակցությունը իր բոլոր պոչերով ջախջախվեց ձեր շնորհիվ, այն պարտվեց եւ խաղաղությունը հաղթեց։ Եվ մենք բոլորս ձեր հետ միասին անցնելու ենք մեր երկիրը ավելի խաղաղ, ավելի անվտանգ, ավելի բարեկեցիկ դարձնելու գործին եւ մեր երեխաները ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում։ Այլուց սիրելի ժողովուրդ, շնորհավորում եմ բոլորիս։ Հաղթեց խաղաղությունը, հաղթեց ժողովրդավարությունը, հաղթեցին մեր երեխաները։ Այո, ցավոք, որոշ շրջանակներ տրվեցին գեղձիկին եւ փողի գայթակղությանը, եւ մեր առաջիկա անելիքներից կարևորագույն անելիքներից է մաքրել այս երևույթները հայաստանյան քաղաքական դաշտից։ Բոլոր ընտրակաշառատուները մինչև վերջ հայտնաբերվելու են եւ փտելու են բանտում։ Իսկ Հայաստանի Հանրապետությունը ձեր տված մանդատի շնորհիվ շարունակելու է անշեղորեն շարժվել խաղաղության օրակարգով, անշեղորեն շարժվել զարգացման օրակարգով։ Սիրելի ժողովուրդ, շնորհավորում եմ բոլորիս հաղթանակի կապակցությամբ։ Ինչ, երեք սաղ գիշեր քննարկում էինք մեր դեմքի արտահայտությունները եւ փորձում դրա մեջ հանգստություն գտնել։ Հիմա էլ ամենայն հավանականությամբ չգիտեք ինչ խոսեք, ուժեղ կրվակ, ինչ խոսք, ուժեղ կրվակ։ Այն տեխնատուները, որոնք որ անցել են ազգային ժողով, մենք շատ սիրով կսպասենք ձեզ եւ պարլամենտարիզմի փորձի փոխանակում կանենք ձեր հետ։ Սպասում ենք ազգային ժողովում, մեր ժողովրդի քվեն մեր համար օրենք է, իսկ այն մարդիկ, ովքեր որ օրենք են խախտել եւ մտածում են, որ դա անցավ ընտրությունների հետ միասին, շատ խորը սխալվում են։ Եռագլուխ
հրեշի մի գլուխը կտրվեց, այն երկու գլուխն էլ ընդհանրապես ժամանակի հարց է, շատ կարճ ժամանակի հարց է։ Այլևս երբեք Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրակաշառքի միջոցով չի ձևավորելու իշխանություն եւ այլևս երբեք արտաքին միջամտությունները չեն ազդելու մեր ներքին ընտրությունների արդյունքների վրա։ Շնորհավորում եմ բոլորիս տպավորիչ հաղթանակի կապակցությամբ, հաղթանակ ընտրակաշառքի դեմ, հաղթանակ արտաքին միջամտությունների դեմ, հաղթանակ հակաժողովրդավարական ուժերի դեմ եւ իհարկե հաղթանակ խաղաղության դարաշրջանի համար։ Շնորհավորում եմ բոլորիս, իսկ բոլոր ընտրակաշառք բաժանողներին եւ լրտեսներին մաղթում եմ շուտափույթ քաղաքական մահ։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, նախ ուզում եմ շնորհավորել բոլորիս երեկվա կարևոր հաղթանակի համար։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ տեր կանգնեցիք խաղաղությանը, տեր կանգնեցիք մեր երկրի ինքնիշխանությանը եւ ջախջախիչ հարված հասցրեցիք պատերազմի եռագլուխ կուսակցությանը։ Կարծում եմ սա շատ կարևոր էր եւս մեկ անգամ հեղափոխությունից հետո վերահաստատելու ժողովրդի իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում։ Սիրում եմ բոլորին։ Վանաձորի բոլոր 62 տեղամասերում անխտիր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 3 տարավ ջախջախիչ հաղթանակ, ստանալով ավելի շատ քվե, քան մյուս 17 կուսակցությունները միասին վերցված։ Վանաձորում ընտրողների 50.50%-ը քվեարկել է մեր օգտին, 26788 ձայնի ենք արժանացել։ Սիրելի վանաձորցիներ, դեռ քարոզարշավին էի անընդհատ ասում, որ չեմ ուզում այս քարոզարշավը դադարի, որովհետև այնպիսի էմոցիա ու սեր կար, որ ուզում եմ այդ օրերը երբեք չավարտվեն, եւ կարծում եմ առհասարակ, որ վանաձորցիների հետ մենք իրար հասկացել ենք եւ քաղաքը զարգացման ուղի է բռնել եւ այն ինչ մենք խոստացել ենք, ամեն ինչ իրականացնելու ենք։ Ավականիստով հաստատված 35 միլիոն դոլարի ծրագիրը եւ առհասարակ Վանաձորը մեծ զարգացման նախաշեմին է եւ ես ուզում եմ դուք իմանաք, որ յուրաքանչյուր քվե ես ընկալում եմ որպես հույս կապած մեզ հետ, յուրաքանչյուր քվե պարտավորեցնում է անել ավելին եւ մենք անպայման կանենք ավելին հանուն Վանաձորի եւ հանուն վանաձորցու։ Մեր հիասքանչ մարզկենտրոն, հրաշալի վանաձորցիներ, շատ սիրում եմ բոլորիդ եւ շատ շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Ես սա երբեք չեմ մոռանա։ Ողջույն հարգելի հայրենակից։ Նախ շնորհավորում եմ բոլորիդ կարևոր հաղթանակի կապակցությամբ եւ ամենակարևորը մի կարևոր դրվագ եմ ուզում ասեմ, որ երևի վրիպած կլինի աչքերից հետ։ Եթե նկատել եք ընդդիմությունը որևէ ձև չի արձագանքում բազմաթիվ ընտրակաշառքներին, բազմաթիվ, հարյուրավոր, հազարավոր։ Բայց մի քանի հոգի Հայաստանի Հանրապետության քարտեզի կրծքանշանով ընտրության են գնացել եւ աղաղակում է ընդդիմությունը այդ քարտեզներով ընտրության գնալու համար եւ համարում է դա որպես ընտրախախտում։ Շատ խորհրդանշական է, որ ընդդիմության համար Հայաստանի Հանրապետության քարտեզը ընտրախախտում է, որովհետեւ տարբերակները վերանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն խաբելու։ Եմ շնորհավորել Հայաստանի Հանրապետության ժողովրդին 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով հաղթելու համար Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր քվեարկությամբ տեր կանգնեց պետությանը, տեր կանգնեց անկախությանը, տեր կանգնեց ապագային, տեր կանգնեց խաղաղությանը, տեր կանգնեց Հայաստանի Հանրապետությանը եւ պիտի արձանագրեմ, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ջախջախված է